պարոն Նիկոյան, հիբրիդային պատերազմի մասին է խոսում իշխանությունը, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը ասեք, ինչից է վախենում իշխանությունը այսօր, ինչու է անընդհատ խոսում հիբրիդային պատերազմի մասին և մեջբերում ընդդիմությանը։ Գիտեք, որպեսզի կարողանանք մենք բացատրել և հասկանալի լինի մեր ունկնդիրներին, թե ինչ է նշանակում դա և խնդիրը խորքային ինչումն է, մենք պետք է շատ պարզ ասենք, իշխանությունը հիբրիդային պատերազմ, որ ասում է, ինչ նկատի ունի, ով է պատերազմ իրականացնողը և ումից են ուզում իրենք պաշտպանվել և ում միջոցով են ուզում պաշտպանվել, ում են փորձում ընկերակցել և ում դեմ։ Դրա համար, եթե դուք հարցը ամբողջական չեք ներկայացնում, մեզ լսողների համար անհասկանալի կլինի։ Ես ուզում եմ, որ դուք ձեր ընկալմամբ կամ իշխանությունների ընկալմամբ ով է հիբրիդային պատերազմ ուզում իրականացնել կամ իրականացնում է և իրենք ում միջոցով են ուզում պաշտպանվել։ Ըստ էության մեղադրում են ընդդիմադիրներին և նաև Ռուսաստանին, կարծես ուզում են բոլոր թելերը Ռուսաստանից կտրել, որովհետև այնտեղ սպասում է Եվրոպական միությունը։ Արդեն հասկանալի է, ձեր հարցը արդեն հասկանալի է, ըստ էության նրանք գտնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է միջամտել Հայաստանում սպասվող ընտրություններին կամ ներքին քաղաքական իրավիճակին, և դրա համար, որպեսզի իրենք դա չեզոքացնեն, ուզում են հրավիրել Եվրամիությանը։ Այո, ըստ էության, այս ամեն ինչը դրա մասին է։ Բայց ես կուզենայի ասել հետևյալը. կա գոնե մեկ հայտանիշ, որ Ռուսաստանը ցանկանում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես ընտրությանը։ Թող իրենք ցույց տան, ասեն սա հայտանիշը, այս մեկը այսպես է արել, որ դա ինքը ռուսական գործոն է կամ եւ այլ եւ այլ։ Ոչ թե ինչ որ մեկին փորձեն, որպեսզի ուզում են ըստ իրենց վարկաբեկել, ասում են, ինքը ռուսական պրոյեկտ է եւ այլ, չէ։ Գործ այդ անձի գործողությունների մեջ գտնեն ռուսական հետք և կոնկրետ ցույց տան մեր հասարակությանը և ինձ, որ համոզվենք, որ ինչ-որ մի երկիր, կոնկրետ Ռուսաստանը, ցանկություն ունի մեր երկրի ներքին գործերին, մասնավորապես ընտրական պրոցեսներին միջամտել, որովհետև իմ կարծիքով Ռուսաստանի քաղաքական դոկտրինում ավելի շատ իշխանությունների հետ աշխատելու միտումը կա, քան ընդդիմության հետ։ Եթե դուք տեսնեիք, մեր երկրում այս 7 տարուկես, արդեն 8 տարի ինչ, եղել են շատ հզոր շարժումներ են եղել, որ Երևանի հրապարակը գրեթե այնքան մարդ է եղել կամ ավելի շատ, քան Նիկոլի 19 թվականի հանրահավաքները, երբ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել։ Իսկ Նիկոլը դեռևս իշխանության Երևանի հրապարակը այդքան բազմամարդ է եղել։ Բայց թող ցույց տան, ինչ վերաբերմունք է ունեցել Ռուսաստանը ընդդիմադիր այդ շարժմանը։ Զրո։ Որևէ ձևով ոչ օժանդակել է, ոչ դեմ է եղել, ոչ են։ Զրո վերաբերմունք է ցույց տվել Ռուսաստանը այդ ամեն ինչին, ինչ կատարվում է Հայաստանի ներսում։ Ինքը աշխատում է իշխանությունների հետ, որը հաճախ հարուցում է ընդդիմադիր դաշտի դժգոհությունները։ Պարոն Նիկոյան, այդ դեպքում այս ակտիվությունը, աղմուկը ինչի մասին է։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ինչից են փորձում զգուշացնել, մի հատ էլ ԵՄ ներգրավվածությունը ավելի շատացնել, գումարային օժանդակություն խնդրել, սա ինչի նախապատրաստություն է կամ ինչից են զգուշանում։ Իհարկե, ձեր հարցը շատ տեղին է և ճիշտ է, և խոսքը հետևյալի մասին է։ Իրենք շատ լավ գիտեն Ռուսաստանը ավելի շատ իշխանությունների, ոչ ավելի շատ, միայն և միայն Հայաստանի քաղաքական դաշտում համագործակցում է իշխանությունների հետ, այնքանով, որքանով մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և ՀԱՊԿ-ի անդամ ենք դեռևս, պաշտոնապես դուրս չենք եկել, այդ համատեքստում և տնտեսական համագործակցության համատեքստում Ռուսաստանը համագործակցում է իշխանությունների հետ։ Դա ակնհայտ է և բոլորը տեսնում են։
Հիմա ինչու է ինքը այդպես անում։ Ինչու է եվրոպացիներին հրավիրում, ասում է դրսից դուք եկեք, ինձ օգնեք, որ այդ դրսից այն մյուսը, որ կարող է տեսականորեն ազդեցություն ունենալ, դուք եկեք խոչընդոտեք։ Դուք հասկանում եք, փաստը արդեն կա, որ դրսին Եվրոպային ինքը հրավիրում է, ասում է դուք եկեք, Եվրոպան էլ պատրաստական է գալու, այդ մասին հայտարարել է, եւ գումարի չափն է խոսում, ինչքան գումար են ներդնում, որպեսզի պայքարեն Նիկոլի հաղթանակի համար։ Եվրոպան էլ շատ լավ գիտի, Նիկոլն էլ լավ գիտի, որ Ռուսաստանը ըստ էության հիմա Հայաստանի ներքաղաքական կյանքին չի խառնվում, չի մասնակցում։ Ռուսաստանը ունի շատ ավելի լուրջ խնդիրներ եւ ինքը իր խնդիրներով է զբաղված։ Ինքը մոռացել է հարավային Կովկասը, ինքը զբաղված է ռուս-ուկրաինական այդ պատերազմով։ Հիմա Նիկոլ ասում է Եվրոպա, եկեք, հասեք, օգնեք, այ Ռուսաստանը ինչ որ հիբրիդային պատերազմ են մեր դեմ մղում։ Եվրոպացիները սիրով դանում են, եվրո չինովնիկները դա սիրով անում են։ Նիկոլն ասում է, այ ես որ հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար եմ մղում, դա ես Ռուսաստանի դեմ եմ պայքարում, որովհետև այ առաքելական եկեղեցին բան էս բաժնում ռուսական գործակալները, օրինակ։ Եթե ես Սամվել Կարապետյանին բանդ եմ նետում ու խլում եմ իր ընկերությունների ձեռքից, այ դա ես պայքարում եմ Ռուսաստանի դեմ։ Եթե այս հարցում ես սրբազաներին, Բաշաշյան հոգևորականներին ես զնդան եմ նետում, տանջում եմ, ապա դա ես պայքարում եմ Ռուսաստանի դեմ։ Հասկանում եք, ինքը ինչ ձևով այդ խնդիրը ներկայացնում, իսկ եվրոպացիները դա դորակ է, եվրո չինովնիկներին։ Ես ուզում եմ այս հարցում մենք տարբերենք այսօրվա եվրո չինովնիկությունը եւ ընդհանրապես եվրո արժեքները։ Այսօրվա եվրո չինովնիկությունը չի արտահայտում, մոռացության է տվել կամ հակառակ է գործում այն արժե համակարգին, որը ըստ էության եղել է տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ եվրոպական երկրների արժե համակարգը, որը նաև մեր համար ցանկալի է եղել, համագործակցության հիմք է հանդիսացել եւ անկեղծորեն շատ հարցերում փորձել ենք այդ եվրոպական այդ օրինակը, օրենսդրություն լինի, ընդրություն լինի, չգիտեմ ինչ լինի, դատական համակարգ լինի, իշխանական թևերի տարանջատում լինի եւ այլ, բերել մեր երկիր։ Բայց այսօր եվրո չինովնիկությունը ինքն է արհամարում եւ մերժում իր իսկ ստեղծած, գովերքած եվրոպական այդ արժեքային համակարգը, որը մեր համար շատ երկար ժամանակ եղել է ցանկալի եւ ընդօրինակելի։ Հիմա իրենք իսկ իրենց ձեռքով ոչնչացում են այդ արժե համակարգը։ Դա ասում խոսքը գնում է եվրո չինովնիկների մասին, որոնք աշխարհաքաղաքական խնդիրներից ելնելով, Ռուսաստանի դեմ պայքարելու անհրաժեշտությունից ելնելով, համախոհներ ունենալու, ասենք մեր նման երկրի, անգլուխ երկրի, կոնկրետ ինչպիսին Հայաստանը, իր երկրի շահերը մի տեղ դնելով, մի կողմ դնելով, ավելին ասեմ, Հայաստանի շահերի հաշվին, Հայաստանի պետության հաշվին, Հայաստանի ազգային արժեքների հաշվին, Հայաստանի հայրենիքի հողային տարածքների հաշվին լուծեր իրենց աշխարհաքաղաքական խնդիրը։ Սա է այդ ամբողջ բանաձևը, ինչը որ դուք հարցնում եք։ Սա է խնդիրը։ Պարոն Նիկոյան, կխնդրեմ հարցին նաև մեկ այլ տեսանկյունից անդրադառնանք։ Թուրքիայում Էրդողանը հանձնարարել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ ներկայացնեն։ Ինչ է սա իրենից ենթադրում, որ արդյոք ԵՄ-ի միջոցով Հայաստանում թուրքական ազդեցությունը ավելի չի մեծանալու։ Ուրեմն ես հստակ արդեն երևում է, ել չեն թաքցնում։ Ոչ մեկը, ոչ Նիկոլն է թաքցնում, ոչ իր ողմակն է թաքցնում, ոչ Արևմուտքն է թաքցնում, գլոբալ, Ամերիկան եւ Եվրոպան, որ այդ ինտեգրացիա արևմտյան ճանապարհ ինտեգրացիան իրենք տեսնում են Թուրքիայով։ Եվրոպան ուղիղ Հայաստանով զբաղվում է այնքանով, որքանով ընդրություններում Նիկոլին ապովել Նիկոլի վերարտադրությունը,
ամեն գնով ապահովել դա, հա, եւ Հայաստանը հանձնել Թուրքիային։ Այսօր ակնհայտ է եւ չեն էլ թաքցնում իրենք, նույնիսկ իրենք շատ հստակ ասում են, ուղղակի հայերս կան մարդիկ, որոնք չեն ուզում հասկանալ, կամ անընդունակ են հասկանալու այդ ամեն ինչը, որ ասում են, որ այո Եվրոպա, այո Արևմուտք, այո, բայց ընդգրկվեք թուրքական աշխարհի հետ, թուրքական աշխարհի հետ, Թուրանի հետ, Հայաստան քո տեղը Թուրանն է, ոչ միայն Հայաստան, նույնիսկ Տաջիկստանին են ուզում Թուրանի մեջ տեսնել։ Նպատակը մեկն է, ընդդեմ Ռուսաստանի եւ Արևմուտքին Թուրանը պետք է Ռուսաստանի դեմ։ Գիտեք խնդիրն ինչն է, այն չի, որ Հայաստանը ունի այն ռեսուրսը եւ պետք է որ եթե ռեսուրսեր ունենա պայքարի Ռուսաստանի դեմ, քանի որ Եվրոպան այդպես ուզում, Արևմուտքը այդպես ուզում։ Մեր ազգային շահը ենթադրում է դժգոհ լինենք, գոհ լինենք եւ այլ եւ այլ։ Ենթադրում մենք պետք է Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի ցանկությամբ, թելադրանքով մենք պայքարենք Ռուսաստանի դեմ, իհարկե ոչ։ Տեսեք ինչ եմ ասում։ Ասում են, որ այ Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա համագործակցը ծորեն է այնտեղով բերենք, խոտ այնտեղով բերենք, որտեղ այստեղ շատ մարդիկ կան, որ այնտեղից եկած, այսպես ասած, ծորենը, որը կարող է, չգիտեմ ինչ լինել, գերադասեն անասնակեր, այո, եւ շատ ճիշտ են արել, որ անասնակեր են ուղարկել այստեղ, Թուրքիայով, Ադրբեջանով պետք է անասնակեր գա այստեղ։ Իրենք գտնում են, որ այ դա հրաշք է տեղ ունեցել։ Այ դա հրաշք է, եթե Ադրբեջանից գա նավթամթերքները։ Հարց, իսկ ինչ եղը մեր դասական, որտեղից որ մենք միշտ ծորեն ենք արել, մենք ինչ խնդիրներ ենք ունեցել, վերջի չգիտեմ 10 տարին, 20 տարին, 30 տարին, հա? Մենք խնդիրներ ենք ունեցել։ Մենք վառելիքի խնդիրներ ենք ունեցել։ Մենք գազի խնդիր ենք ունեցել։ Չենք ունեցել, չէ՞։ Եթե խնդիր ենք ունեցել, Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն է ստեղծել, որ պայթացրել այդ խողովակները։ Այդ է եղել խնդիրը։ Դրանից հետո ռուսական գազի հետ խնդիր չենք ունեցել, Ռուսաստանի հետ առևտուրները հարցում ենք որևիցե խնդիր չենք ունեցել, եթե որևիցե առևտրային հարաբերությունը հարցում դու խնդիր չես ունեցել, ինչ ես ուզում հստակը հայտնին փոխել անհայտի հետ։ Քո թշնամու հետ, լավ էսպես ասեմ։ Իրենք չեն ընդունում, որ թշնամի են արդեն։ Ես գիտեմ, որ իրենք չեն ընդունում։ 5000 հայ մարդուն ռուսը չի սպանել։ 5000 հայ երիտասարդներ սպանել են ադրբեջանցիները եւ թուրքերը։ Մեր հայրենիքը, որ հիմա արևմտյան Հայաստանը տրորում է, թուրքերն են վայելում։ Դա արդեն Թուրքիա է։ Մեր Արցախը ադրբեջանցիներն են հիմա վայելում։ Եթե մեզանից խլած լիներ Ռուսաստանը, եթե մեզ ցեղասպանած լիներ Ռուսաստանը, ես կասեի, այո, ճիշտ են անում։ Գնանք Թուրքիա, Ռուսաստանը մեզ ցեղասպանել է, բայց չի հակառակն է, դու գնում ես ցեղասպանի մոտ։ Քո հայրենիքը, որը այսօր տիրապետում է ու քեզ ցեղասպանել է ու տիրապետում է քո հայրենիքը, վայելում է քո հողու ջուրը, դու ասում ես գնամ նրա մոտ։ Ասում իրենց տարածքներն են եղել, վերցրել են, պարոն Նիկոյան, այս շատ կարևոր համոզմունք է, որ իրենք դրան, չգիտեմ, հավատում են թե չէ, բայց հասարակությանը հրամցնում են այդ միտքը։ Պատասխան ունեմ, հասկանում ես, երբ ցեղի տականքը իշխում է ցեղին, ձևակերպումները կարող են լինել այդպեսին։ Ամբողջ մոլորակը, ամբողջ աշխարհը ասում է հակառակը։ Հազարամյա պատմություն ունեցող մեր քարտեզները ապացուցում են հակառակը, հա? Եթե որոշակի կենտրոնական աշխարհի ներկայացուցիչներ հակառակն են ասում, ապա դա իրենք են մեղավոր, ոչ թե պատմական փաստերը, հասկանում եք։ Հիմա եթե մեկը նայում է Հայաստանի քարտեզին, ասենք, ենթադրենք 1000 տարի, 2000 տարի առաջվա, 1500 տարի առաջվա, եւ ինքը ինչ որ մտքեր է ասում, ես այստեղ միշտ Հրանտ Մատևոսյանի խոսքերն եմ հիշում, դա միշտ եմ կրկնում, էլի։ Եթե մարդու մեջից հիշողությունը հանում ես, նա անասուն է դառնում։ Անասունը մարդուց տարբերվում է հիշողությամբ, կամ մարդ անասունից տարբերվում է հիշողությամբ։ Ասում եմ, տեսեք, եթե անասունի ձակին մորթում ես,
Հետո նույն մորտողը խոտը տանում դնում են նրա դիմացը, նա ուտում է, որտեղ նա անասուն է, նա չունի իշխողություն։ Մեր հետ հիմա վարվում են նույն այդ անասունի նման։ Եվ իշխանությունները սիրով դա իրականացնում են մեր ժողովրդի հետ։ Մեզ սպանողը, մեր զավակներին մորտողը, մեր հանելիքը գրավող Ադրբեջանը արդեն փորձում են ներկայացնել որպես բարեկամ, հա, եւ այդ կուտը տալիս են մեր ժողովրդին։ Իսկ ոմանք այդ կուտը ուտում են։ Հասկանում եք։ Պարոն Նիկոյան, դուք ասացիք, որ ըստ էության խնդիրներ չունենք Ռուսաստանի հետ տնտեսական տարբեր հարցերով, որ խնդիրներ միշտ էլ կան, լուծելի խնդիրներ են, բայց ես ասում եմ հետեւյալը. մենք այսքան ժամանակ գազի հարցը, որ պայմանագիրը կնքել ենք, ինչ որ խնդիրներ ունեցել ենք Ռուսաստան, մենք օգտագործում ենք գրեթե ամենաեժան գազը, ինչ ենք ուզում փոխել, այ բացատրեք ես հասկանամ։ Հիմա խոսվում է հայ-թուրքական միասնական էներգետիկ համակարգի մասին։ Սա մեզ համար ինչ է նշանակում։ Սա մեզ համար նշանակում է դժբախտություն։ Քեզ ցեղասպանողի, քեզ ուզում են տալ նրա ողորմածությանը։ Քեզ բռնաբարողին, սպանողին, ցեղասպանողին ուզում են քեզ տալ նրա ողորմածությանը։ Հա, նրանք ասեն, մի հատ գիրք կտան, քշոյեն, դու անասնական ժպիտով այդ գիրքը վերցնես դնես, թևի տակ, հա, ու գառնուկի այդ հիմա ժպիտը դեմքիդ վերցնես այդ գիրքը, ու ոչ ավելին, որտեղ դու իրենց համար ցեղասպանության ենթակա մատերիալ ես, ընդամենը դու գործընկերներ չես, պարտներ չես, թեկուզ մեծ ու փոքր եւ այլ եւ այլ, դու իրենց համար ցեղասպանության ենթակա մատերիալ ես, իրենք քեզ այդպես են նայում, միշտ են այդպես նայել, հիմա էլ են այդպես նայում, ապագայում էլ այդպես կնայեն, որտեղ իրենց խնդիրները, իրենց ազգային խնդիրները, Թուրքիայի, Ադրբեջանի, թուրանական աշխարհի, թուրքալեզու աշխարհների խնդիրները ուրիշ են, որը հակասում է քո ազգային շահերին։ Նրանք ուզում են միավորել, իսկ դու խանգարում ես իրեն։ Դու պետք է վերանաս, դու պետք է ոչնչանաս, կամ ձուլվես իրենց մեջ։ Տարիների ընթացքում, դարերի ընթացքում ինչպես դա եղել է։ Դրանք դա են ուզում։ Բնությունից եկել է, որ նրանց շահերը սա է ենթադրում, նրանք լուծում են իրենց ազգային շահը։ Մեր ազգային շահը երբեք էլ թուրանական աշխարհում չի, որը քեզ ոչնչացրել է դարերի ընթացքում։ Վերջում էլ Արցախյան պատերազմում քեզ ոչնչացրեց։ Թուրքիան պարզ ասում է, որ իմ օգնությամբ Ադրբեջանը, այսպես ասած, ազատագրեց։ Իմ օգնությամբ 5000 հայ մարդու, հայ երիտասարդների սպանեց, այրեց, հասկանում ես, իմ օգնությամբ։ Եվ հիմա իրենք բանից պարզվում բարեկամ են։ Պարոն Նիկոյան, եւ ամփոփելով մենք խոսում ենք վտանգների մասին, թե ինչ է լինելու, երբ այսօրվա իշխանությունների ձեռամբ թուրքական ներկայությունը այստեղ ավելանա։ Մեզ 26 թվականին ընտրություններ է սպասվում։ Ինչ է լինելու այդ ընտրություններին, մենք ինչպես պետք է պատրաստվենք եւ այդ համատեքստում ինչ անելիք ունի ընդդիմությունը, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական։ Ես հասկանում եմ ձեզ ուզում է արևմուտքը Հայաստանում վերարտադրել Նիկոլին։ Նիկոլը այդ որպեսզի վերարտադրվի իր երախտագիտությունը արևմուտքին Ադրբեջանին, Թուրքիայում տևական ժամանակ է սկսել է արտահայտել։ Հլու հնազանդ կատարում են նրանց բոլոր պահանջները։ Զրո արժանապատվություն։ Ամենաստորագույն հանձնարարությունները ինքը անում է։ Ամենաստորագույն հանձնարարությունները կապված մեր պետության, մեր ժողովրդի արժանապատվության հետ։ Իր արժանապատվությունը զրո է։ Եվ ինքը ժողովրդիները դարձնում այդպեսին։ Որոշ շերտերի հարցում կարծես թե իր մոտ ստացվել է, որոշակի շերտերի հարցում կարծես ստացվել է, բայց նաև կա արժանապատիվ հայը, որը դա չի ընդունում։ Եվ ինքը դա վախենում է արժանապատիվ հայից, մտածող հայից ինքը սարսափում է, ինքը վախենում է, դրա համար ինքը դիմում է ուրիշի օգնության, երբ էր ինքը դիմել Եվրոպային, չէր դիմել, չէ, անցած ընտրություններ, ինքը մուրճը առել էր, ընկել էր Քուչեկը, ասում էր, ես, բա ինչի չի անում հիմա, ինչ է դիմում Եվրոպայի,
որտեղ վախենում է, սարսափում է, հասկանում եք։ Իսկ վախը ու սարսափը այնքան ահավոր զենք են, որ մարդը ընդունակ է ամեն ինչի։ Դրա համար ինքը դիմել է արևմուտքին, ասել է ինչ եք ուզում արևմուտք։ Ուզում եք որ ես Ռուսաստանի հակառուսական քաղաքականություն իրականացնեմ, Հայաստանը ամբողջովին կտրեմ, իմ ազգային շահերը ոտնահարեմ, սոցիալական վիճակները թող վատանա, մեր անվտանգությունները թող վատանա, թող դառնանք, չգիտեմ, Թուրքիի կամ ադրբեջանցու մասը, որը դարեր շարունակ, ասենք, եղել ենք Թուրքիայում, թե ոնց են ապրել հայերը, դա էլ գիտենք եւ այլ, թող այդպեսին լինի, մենակ ես վերարտադրվեմ։ Ինքը պատրաստ է ամբողջ Հայաստանը, հայ ազգին, բոլորիս, նաեւ իր ընտանիքը զոհաբերել իր վերարտադրության համար։ Սա իր համար առաջին խնդիր է, ինչը ինքը փորձում է լուծել։ Ինչ անել դրա դիմաց։ Պարզ բան, սենք նրանց ինչ չպետք անի ընդդիմությունը, ընդդիմությունը չպետք անի այն, ինչ արեց ես վերջի ժամանակներում, հա, սկսեցին անհասկանալորեն որոշել, թե ով է բերել Նիկոլին, սկսեցին մամուլ ու փոխադարձ մեղադրանքներ, չհասկանալով մի բան, ես միշտ դրան դեմ եմ ու պայքարել եմ դրա դեմ, որ անթույլատրելի է, դրա շահառուն միայն Նիկոլն է, որտեղ Նիկոլը այսպեսի վարքագիծ ունի, կամ ինքը բունկերում է, պահկված, վախեցած, փախած բունկերում, կամ եթե ինքը տեսավ, որ փողոց ազատ է, ինքը ելնում է փողոցում ասում հագագրոյի։ Նիկոլը չի կարող, ընդունակ չի, իր ուղեղը հանգիստ կառավարման ընդունակ չի, ինքը միշտ կգտնի պայքարի բոլոր տեղ, որը ինքը կսկսի թեկուզ արհեստական սկսի ստեղծել պայքարի դաշտ, որտեղ պայքարի հարցակումը հայ առաքելական եկեղեցու համար իրեն այսպես պետք էր, չէ, ինքը չի կարող հանգիստ նստել, ինքը պետք է պայքարի կռիվ ստեղծի, իր ուղեղը այդպես է ձևավորված, մանկության հետևանքներն են, որը խորը ձևով նրա ուղեղի վրա նստած է եւ ամբողջ հայ ազգը տառապում է այդ հիվանդագին ուղեղի ձեռքին, սա է խնդիրը։